Ես մի անգամ թռիչքի ժամանակ կնոջից պահել եմ ամուսնու սիրուհուն։ Անահիտը դե մենք հիշում ենք, որ բորդ ուղեկցորդուհի է եւ կասես, այսինքն ամուսինը իր սիրուհու հետ նույն ինքնաթիռով գնում էր ինչ-որ երկիր, կինը նույնպես։ Այսինքն պատահաբար կինը հայտնվել էր։ Իսկ կինը ում հետ էր։ Կինը մենակ։ Կինը մենակ, իսկ ուր էին թռում, կարող ես ասել։ Հայաստան, վերադառնում էին Հայաստան։ Որտեղից։ Մոսկվայից։ Ինքնաթիռում կիններ, ամուսիններ ու ամուսնու սիրուհին։ Ներողություն, կինն ամուսինը իրար հետ էին նստած, թե կինը կար, ամուսինը սիրուհու հետ ուրիշ տեղ էր։ Չէ, այնպես ստացվեց, շնորհիվ ինձ, որ ամուսինը եւ կինը, ինչպես հայկական ավանդական ընտանիք ճիշտ, նստեցին իրար կողք, իսկ սիրուհին առանձին։ Չէ, բայց իրանք երեքով ոնց էին հայտնվել։ Չէ, երեքով չէ, պատահական։ Այսինքն կինը եւ ամուսինը միասին էին, չգիտես որտեղից հայտնվել էր սիրուհին։ Հայտնվեցավ, այո։ Չէ, գիտենք որտեղից հայտնվեց սիրուհին, ամուսինը գիտեր դրա մասին, որ սիրուհին լինելու է ինքնաթիռում ու իմ պարտականությունը նա էր այդ պահին, որ ես թաքցնեի սիրուհուն կնոջից։ Սոկերով փակել։ Այսինքն կինը ճանաչում էր դեմքով սիրուհուն, որ տեսներ ճանաչելու է։ Ճանաչում էր սիրուհուն, բայց չգիտեր, որ ինքը սիրուհին է։ Կասկածում էր։ Կասկածներ կար։ Իսկ ո՞նց ես թաքցրել։ Չէ, նի որ այդ մարդը ուղղակի Մոսկվա էր թռնում, ինչ։ Այս է արդյունիագործ չէ։ Բայց Անահիտ ջան, խնդրում եմ, երկու հարց, որ շարունակես։ Ինչպես թաքցրեցիր սիրուհուն եւ արդյոք ամուսինը ծանոթ էր քեզ, թե ուղղակի մոտեցավ առաջին հանդիպած բորդ ուղեկցորդուն եւ խնդրանքը դու կատարեցիր։ Քանի որ թռիչքի ժամանակ մենակ ես էի այդ օրը հայ, մնացած բորդ ուղեկցորդները պարսիկ էին ազգությամբ, կոմունիկացիայի։ Ինչ չվերթա։ Մոսկվա, Երևան ու պարսիկներ են։ Պարսիկներն չեն թաքցրել։ Խալիով էիք ալադինով։ Ինչով էիք թռնում։ Չէ, դե այդպես էր պատահել ու քանի որ իրենք պետք է իր հետ հաղորդակցվեին ու դա չստացվեց, որովհետև տղամարդը չէր տիրապետում անգլերեն լեզվի, իսկ բորդ ուղեկցորդները պարսիկ ազգությամբ չէին տիրապետում ռուսերենի եւ հայերենի, ես այդտեղ եկա ու մտա այո, որպես միջնորդ ու արդեն մեր խոսակցությունը ամուսնու հետ սկսեց տեղի ունենալ։ Ինչպես, քուրես։ Հա, մոտեցավ ու իրավիճակը բացատրեց մոտ 2 բառով եւ հասկացրեց, որ եթե ես չկարողանամ թաքցնել սիրուհուն, շատ վատ բան կլինի։ Հա, հետո ես ուզում եմ իմանալ ոնց էս ասեց, 2 բառով ասեց։ Ես ընդհանրապես փոխել եմ շարքը սիրուհու, քանի որ տոմսերը Սիրուն ամուսնու վրա է նստելու, որտեղ է։ Տեղը որտեղ է սիրուն։ Ասեք թե 20 B ու 20 A նստած են։ Եթե V, այս դեպքում V։ Այո։ Վրա։ Ամուսին։ Ես բայց ինձ անձնապես հարց է, լավն էր սիրուհին։ հա, Կիններ ավելի գեղեցիկ թե սիրուհին։ երկուսն էլ։ Չէ, Չէ, հանուն արդարության տղամարդը էլ է շատ գեղեցիկ։ Տղամարդն էլ էր գեղեցիկ։ Տղամարդը բավականին, հա, գեղեցկադեմ էր։ Սիրուհին շատ գեղեցիկ եւ կինը իրոք Իսկ քանի տարեկան էին օրինակ երեքով։ Երեքով իրար։ Միասին վերցած չէ առանձին։ Լավ։ Ինչ են կարծում։ Ես չեմ հավատում։ Ես էլ չեմ հավատում, անկեղծ ասած, որտեվ շատ մանրամասն է պատմում, իսկ Շատ ճիշտ է պատմում, սուտ է։ Ուրեմն կապնիվա միջև վերջ չի պատմում, եթե այդքան ինֆորմացիա ունի։ եկեք Չես հավատում դու մի խոսքով։ Ես ուզում եմ արագ այսօր։ չեմ հավատում։ Ես չեմ հավատում։ Դու չես հավատում, դու չես հավատում։ Ես հավատում եմ, բայց քանի որ դուք երկուսդ չեք հավատում, 2-1 է լինում։ Հա, հիմա հետո ձերիցս բերելու է, եթե պատմությունը Չէ, Անահիտ ջան, մենք կարծում ենք, որ այս պատմությունը սուտ է։ Սա ձեր վերջնական պատասխանն է։ Սա մեր վերջնական պատասխանն է մանիպուլյացիոն բաներ։ Դա եւ այս պատմությունը ճիշտ է։ Ես այն ասում եմ։